երկու հատ սենց սալա, սրա հետևը կակավաձորնա, սրա հետևը աղարնաձորնա, այս մասումա։ Բնակիչները մատների վրա են հաշվում, թե ինչ իմացան հարային քննարկումների ընթացքում։ Մոտավորապես պատկերացրին, թե որտեղ են ցանկանում ուսումնասիրություններ կատարել եւ որ կազմակերպությունը, բայց ոչ ավելին։ Մոնցոնից ՍՊԸ-ի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Կոթեքի մարզի Հրազդան համայնքի Կաքավաձորի մոնցոնիտների երևակման սահմաններում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացնելու վերաբերյալ հանրային լսումներն ավարտվեցին բնակիչների ձայների 21 դեմ 7 կողմ հարաբերակցությամբ։ Մենք պիտի փաստենք, որ առաջին լսումները համարվեց չկայացած։ Բնակիչներն ամեն հարցից հետո գրեթե նույն պատասխանն էին ստանում. պիտի ուսումնասիրվի, շմակ փորձաքննությունը ցույց կտա։ Սակայն նրանց համար կարևոր էր գոնե մի փոքր նախնական տեղեկատվություն, քանի որ այդ տարածքներում գյուղատնտեսությամբ, մեղվաբուծությամբ, անասնապահությամբ են զբաղվում։ Արդեն վերջի 2 տարում 12-րդ, ցավով եմ ասում, 12-րդ քննարկումն էր այս նախնական քննարկում։ Եվ 12-րդը դա բացարձակ անպատասխան։ Այսօր փաստը այն էր, որ ոչինչ չասվեց, որտեղ է, ինչ երևույթության վրա է, ինչ տարածք է, ինչ հանք է, ինչ պետք է արվի, ինչ տեխնոլոգիա պետք է կիրառվի։ Մի խոսքով այդ բոլորը պետք է ներկայացվի, որ մարդիկ հասկանան, որ դա արժեքով բան է։ Իրանք կարան ավելի պատշաճ ներկայանան, որ դիսկուրսը ավելի լավ լինի եւ տպավորություն չստեղծվի, որ սենց թե բնակիչները, թե բնապահպանները ասես մի անգամից մերժում են ամեն ինչ, ուղղակի պետք է մարդկանց, որ լավ ինֆորմացված լինեն։ Բնականաբար այդ բնապահպանական հարցերն պետք է միտենք, բայց ես ոչինչ չասվեց, ես դրանով ասեցի, դե որ ոչ մի բան չեք ասում, ինչի մասն, ինչը քննարկենք, ինչին կողմ լինենք։ Է բնականաբար, տեսեք 21-ի դեմ եղավ։ Այսինքն իրանք անպատրաստ լինելու արդյունքում ոչ հետերիկաբաներ բերե, ոչ մասնագետեր բերե, որ այդ հաշվարկներ աներ, տնտեսական հիմնավորություն ապացուցել, որ այս նախագիծը ի սկզբանե տնտեսապես հիմնավոր նախագիծ է։ Հիմնավորվի իր տեսլականով, իր հաշվարկներով, իր բնապահպանական մոտեցումները, որ իրոք անվնաս լինի, մարդուց սկսած, կենդանիներից ու բույսերից վերջացած։ Նոր քայլ անեն, խնդրեմ, մենք էլ օգնենք։ Բայց եթե հիմա դու կանաչ լույս ես վառում գնում են, հետո դժվար է անվնասները։ Մեր փորձը դա է ցույց տվել։ Իսկ հասարակությունը որպեսզի կարծիք տա, ոչ մեկ պարտավոր չի իմանալ այդ տարածքի մասին, կոնկրետ ինչ է, որտեղ է, ինչ է իրանցն է։ Իրանք պետք է դա ներկայացնեին շատ մանրակրկիտ եւ հասարակությունը որոշեր, այո, բերեք այո, ասենք այո, թող իրանք ուսումնասիրություն անեն, շահագործման նախագիծ կազմեն, նոր նախագիծը լուրջ քննարկենք, այո, նախագիծը այնտեղ ինչ է, ջարդիչկայան պետք է լինի, այնտեղ պետք է տրաքացնելով քարը հանեն, քարի ինչ տեսակ է։ Տեսեք իրանք մոտարապես չգիտեն էլ այդ տարածքը ենթադրենք Աղավնաձորին ավելի մոտ է եւ պետք է ուսումնասիրվի այնտեղ քամիների ուղղությունները, որ համայնքին ավելի շատ վնաս կհասցնի, որին ճանաչել ազդակիր համայնք, որին չճանաչել։ Մարդիկ գյուղատնտեսությամբ են շարժվում, մեղվապահությամբ են զբաղվում եւ կարծում եմ նմանատիպ հանքերը շատ լուրջ ազդեցություն են ունենալու նման գործունեության վրա։ Մանավանդ այս պարագայում, եթե հիմնավորումը լավ արված չի։ Օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչներից մեկին պատասխան տրվեց, որ հանքն իր գործունեությանը չի խանգարի, սակայն Իմ կարծիքով ոչ մի բաց։ Ձերը վնասելի է գործունեությունը դեռ դադարեցվելի է։ Գործունեություն չենք անում մենք։ Իմ գործ։ Հա, ձերը չգիտեմ։ Եթե զուսական ու կենտրոնական աշխարհի վնասում է, դե ուրեմն ես չեմ, իմ համար մեծ խնդիր է լինում։ Քաղաքացու ձայնը Կոտայքի մարզի քաղաք Հրազդանից։